Գոյամարտ սերիալում իրադարձությունները բառացիորեն պայթունավտանգ փուլ են մտնում։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ կարողացավ անել այն, ինչի համար հեռուստադիտողները սիրում են այս նախագիծը՝ պահել լարվածությունն ամեն վայրկյան և ստիպել բոլորին մտածել, վերլուծել ու կասկածել նույնիսկ այն բաներին, որոնք թվում էին արդեն հստակ։ Վերջին սերիաներից հետո ամբողջ համացանցը խոսում է երկու գլխավոր թեմայի մասին՝ Ավոյի փրկությունը կրակներից և Ռաֆի հնարավոր վերադարձը։ Եվ եթե առաջինը դեռ կարելի էր ինչ-որ կերպ կանխատեսել, ապա երկրորդն իսկական շոկ էր շատերի համար։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ Ռաֆի կերպարը մարմնավորող դերասան Ռոբ Ալեքսանյանը նկարահանման հրապարակում է։ Սա անմիջապես մեծ ալիք բարձրացրեց, որովհետև հեռուստադիտողները սկսեցին մտածել՝ արդյոք Ռաֆը ողջ է։ Սա այն հարցն է, որը Գոյամարտը սկզբից ի վեր կախված է ամբողջ պատմության վրա։ Ռաֆի մահը դարձավ այն կետը, որից հետո բոլորի կյանքը փոխվեց։ Լեոն դարձավ ավելի կոշտ, Դավիթ պապի ընտանիքը փլուզվեց, Հունանի ու Սարգսյանների պատերազմը խորացավ, իսկ Ավոն իր կյանքի իմաստը դարձրեց վրեժը։ Եվ հիմա, երբ հանկարծ նկարահանման հրապարակում կրկին հայտնվում է Ռաֆի դերակատարը, բնական է, որ բոլորի մտքում նույն հարցն է՝ իսկ եթե նա իրականում չի մահացել։ Սակայն այստեղ սերիալը շատ հետաքրքիր խաղ է խաղում հեռուստադիտողի հետ։ Մի կողմից Դիանա Գրիգորյանը սիրում է անսպասելի շրջադարձեր, նա բազմիցս ցույց է տվել, որ Գոյամարտում նույնիսկ ամենաանհավանական տարբերակները կարող են իրականություն դառնալ, բայց մյուս կողմից շատ հավանական է, որ սա կապված լինի ոչ թե Ռաֆի իրական վերադարձի, այլ հիշողությունների, պատկերացումների կամ նույնիսկ երազի հետ։ Հատկապես հետաքրքիր է այն վարկածը, որ Դավիթ պապը երազ է տեսնելու, որովհետև նկարահանումներն իրականացվում են ոչ թե նրանց տանը, որ հիշողություններ լինեն, այլ նոր տանը, և հավանաբար այս ամենը պատկերացումների հետևանք է։ Եթե դա իսկապես երազային կամ պատկերացումների տեսարան լինի, այն կարող է դառնալ սերիալի ամենահուզիչ դրվագներից մեկը, որովհետև Դավիթ պապի կերպարը հիմա ապրում է չափազանց ծանր հոգեբանական վիճակում։ Նա կորցրել է որդուն, տարիներ շարունակ ապրել է այդ ցավի հետ, հետո գրեթե կորցրել Դավիթին, ընտանիքը բաժանվել է, երեխաները տանջվում են, իսկ անցյալի վերքերը նորից բացվում են։ Շատ հնարավոր է, որ Ռաֆի հայտնվելը լինի ոչ թե ֆիզիկական վերադարձ, այլ Դավիթ պապի ներքին ցավի արտահայտություն։ Գուցե նա տեսնի որդուն, խոսի նրա հետ, փորձի պատասխաններ գտնել, և սա կարող է դառնալ շատ խորհրդանշական պահ, որովհետև Գոյամարտում մահացած մարդիկ կարծես երբեք ամբողջությամբ չեն հեռանում, նրանք շարունակում են ապրել մյուս հերոսների հիշողությունների, ցավի ու որոշումների մեջ։ Բայց հեռուստադիտողների մի մասը շարունակում է հավատալ, որ Ռաֆը կարող է իսկապես ողջ լինել, և եթե անկեղծ նայենք սերիալի տրամաբանությանը, այդ տարբերակն ամբողջությամբ բացառել չի կարելի։ Պատկերացրեք, եթե պարզվի, որ Ռաֆն իսկապես տարիներ շարունակ ողջ է եղել։ Սա բառացիորեն կքանդի բոլոր հերոսների աշխարհը։ Լեոյի կյանքն ամբողջությամբ կփոխվի, Դավիթ պապը նորից կապրի, Հունանի բոլոր գաղտնիքները կարող են բացահայտվել, իսկ Ավոյի վրեժի ամբողջ իմաստը կարող է փոխվել։ Բայց այստեղ կա շատ կարևոր հարց. եթե Ռաֆը ողջ է, ապա որտեղ է եղել այս ամբողջ ընթացքում, ինչու չի վերադարձել ընտանիքի մոտ, ով է թաքցրել նրան, և ամենակարևորը, արդյոք Հունանը գիտի այդ ճշմարտությունը։ Սա արդեն կարող է վերածվել լրիվ նոր պատմության, հատկապես եթե պարզվի, որ Ռաֆի մահը կազմակերպված է եղել, իհարկե, ինչը քիչ հավանական է։ Այս դեպքում սերիալը կմտնի լրիվ այլ մակարդակ, որտեղ անցյալի բոլոր իրադարձությունները նոր իմաստ կստանան, բայց մինչ այդ սերիալում շատ լարված զարգացումներ են սպասվում նաև Ավոյի գծում։ Ավոյի փրկությունը կրակներից կարծես խորհրդանշական վերածնունդ լինի։ Հունանը փորձեց ոչնչացնել նրան, բայց Ավոն կրկին փրկվեց։ Սա կարծես ցույց է տալիս, որ նրանց պատերազմը դեռ ավարտված չէ։ Ավելին, հիմա Ավոն ավելի վտանգավոր է դառնալու, որովհետև նա կրկին զգաց մահվան շունչը, կրկին համոզվեց, որ Հունանը պատրաստ է ամեն ինչի, և եթե ամբողջ զայրույթը, ցավն ու վրեժը նա նորից տարածելու է Էռնայի վրա, ապա Էռնայի մեջ
ծնվելու է վայրի կինը։ Նա հոգեբանական կործանման եզրին է, Էռնայի վիճակն արդեն առանց այն էլ ծանր է։ Նա չի վստահում ոչ մեկին, կորցրել է իր ընտանիքի մասին պատկերացումները, հոգեբուժարանից հետո փորձում է հասկանալ, ինչ իրականության մեջ է ապրում, բայց Ավոն հիմա նրա նկատմամբ շատ հակասական զգացմունքներ ունի։ Մի կողմից կապվածություն կա, մյուս կողմից Էռնան նրա համար նաև հունանի ընտանիքի մասնիկն է այն աշխարհի, որը խլել է իր եղբորը, և հենց այդ պատճառով էլ նրանց հարաբերությունները դառնում են շատ վտանգավոր։ Շատ հնարավոր է, որ առաջիկա սերիաներում Ավոն ամբողջությամբ կորցնի ինքնատիրապետումը, բայց այստեղ նորից հայտնվում է Արամի թեման։ Արամը կարծես աստիճանաբար դառնում է այն մարդը, ով կանգնելու է Էռնայի կողքին։ Նրա հայացքը, պահվածքը, Էռնայի նկատմամբ վերաբերմունքն արդեն ակնարկելու են, որ սա պարզապես օգնություն չէ։ Եվ եթե իսկապես սկսվի Արամի ու Էռնայի հարաբերությունը, դա կարող է դառնալ սերիալի ամենաբարձ սիրային գծերից մեկը։ Հատկապես եթե Արամը մի օր իմանա ճշմարտությունն իր հոր մահվան մասին, այդ դեպքում նա կհասկանա, որ սիրահարվում է այն ընտանիքի աղջկան, որի եղբայրը կարող է կործանած լինել իր ամբողջ կյանքը։ Այս ամենի ֆոնին սերիալը գնալով ավելի մութ և հոգեբանական է դառնում։ Այստեղ արդեն ոչ ոք խաղաղություն չունի։ Լեոն պայքարում է իր սիրո համար, Մանանը փորձում է չկորցնել ընտանիքը, Էռնան պայքարում է սեփական հոգեկան աշխարհի հետ, Ավոն այրվում է վրեժից, Հունանը կորցնում է վերահսկողությունն, իսկ անցյալը շարունակում է վերադառնալ բոլորի կյանք։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել չափազանց էմոցիոնալ ու անակնկալներով լի։ Արդյոք Ռաֆն իսկապես ողջ է, թե դա Դավիթ պապի հիշողությունն է կամ երազը։ Կկարողանա Ավոն դուրս գալ իր վրեժի մութ ճանապարհից, իսկ Հունանի գաղտնիքները վերջապես կբացահայտվեն։ Մի բան արդեն հաստատ է՝ գոյամարտում ամենակարևոր պայթյունը դեռ առջևում է, և այդ պայթյունը փոխելու է բոլոր հերոսների ճակատագրերը։